Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi երգխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանում ներդրվեց համընդհանուր առողջության ապահովագրման համակարգը, համակարգն իր առաջին քայլերն է անում, կարելի է ասել, դա մի համակարգ է, որը իջավ վերևից, մի համակարգի վրա առողջապահության մեր գոյություն ունեցող համակարգի վրա, որը այսպես տարբեր զարգացածության կառուցվածքային առումով եւ ֆունկցիոնալ առումով զարգացածության տարբեր մակարդակների վրա էր գտնվում։ Դա այսպես սովետական, կիսասովետական իներցիոն համակարգով աշխատող առաջնային օղակներ, որը սպասարկում էր ամբուլատոր պայմաններում մարդկանց եւ հիվանդանոցներն էին, որոնք արդեն որպես մասնավոր ընկերություններ ինչ-որ զարգացման ճանապարհ էին անցել եւ հարմարվել էին, արդեն ադապտացվել էին նոր պայմաններին։ Այստեղ նաեւ խոսենք պացիենտների մասին։ Պացիենտներն էլ գալիս էին առողջապահական հիմնարկներ այն ժամանակ, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը հասնում էր ոսկորին։ Բնականաբար նման համագործակցության կամ փոխազդեցության պայմաններում հիմնական այսպես ծանրաբեռնվածությունը հիվանդանոցներին էր, իսկ առաջնային օղակն էլ այսպես քիչ գործեր անում, հիմնականում թղթաբանություն, զգալի չափով ավելի ճիշտ արդար չի լինի ասել, որ հիմնականում, բայց հիմա պայմանները փոխվել են եւ ահա վերևից իջած այդ համակարգը պահանջում է, որպեսզի եղած առողջապահական համակարգը եւս վերափոխվի։ Եվ այստեղ շատ կարևոր դեր է ունենալու նաեւ պարլամենտը, որը ունի առաջնային մանդատ Հայաստանի քաղաքացիներից եւ ուղիղ կապի մեջ է, գոնե ապրիորի այդպես պետք է լինի, քաղաքացիների հետ։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է առողջապահության կազմակերպման հարցերով փորձագետ, մասնագետ, նաեւ ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, բարև եք եկել Տիկին Բադալյան։ Բարև ձեզ, իհարկե մասնագետ բառը շնորհակալ եմ հրավերի համար, մասնագետ բառը իհարկե շատ էսպես հնչեղ է եւ ես դրա մեջ չեմ կարող տեղավորվել, բայց բոլոր դեպքերում Փախտ եմ արձանագրում, լավագույնս փորձում ենք մեր ջանքերը ներդնել, որպեսզի կարողանանք ինչ-որ բան Նախ շնորհավորում եմ ձեզ այդ առաջադրման կապակցությամբ, հա, դուք պարլամենտական մշտական հանձնաժողով եք գլխավորելու, դեռ ընտրությունները կանցնեք, հուսով եմ կստանաք ձայներ այդ պաշտոնին ընտրվելու համար եւ իրականացնեք այսպես պարլամենտական կառավարումը, հա, այդ ոլորտի եւ անմիջական մասնակցություն կունենաք շարունակական այդ բարեփոխումներին այս ոլորտում, որը միայն համակարգը մտցնելը բավարար չէ։ Սա դեռ առաջին քայլերն են, որ մենք անում ենք եւ այսպես ինչ տեսլականով եք դուք գալու աշխատանքի սկսած օգոստոսի 2-ից, չնայած
մենք մոտավորապես պատկերացնում ենք այնտեղ ինչ կրկես են փորձելու սարքել, բայց առողջապահությունը լրջություն է պահանջում եւ հետեւողական աշխատանք համեցեք։ Շնորհակալ եմ։ Նախ ինչ վերաբերում է հանձնաժողովը գլխավորելուն, վստահ չեմ, որ այդպես կլինի, ասեմ ինչու վստահ չեմ, որովհետև դեռ ընդդիմությունը չի ընտրել այն հանձնաժողովները, որոնք ինքը պիտի գլխավորի։ Այսինքն կա հավանականություն, որ կընտրի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովը, ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից ներկայացված, պատգամավորն եմ, որը մեզ մնալու դեպքում պիտի գլխավորի ընտրություններից հետո հանձնաժողովը, իսկ եթե ընդդիմությունը որոշի հանձնաժողովը գլխավորել, ապա ես կմնամ այնտեղ նախագահի տեղակալ, միևնույն է կշարունակեմ այն գործունեությունը, որը միշտ եղել է։ Ինչ վերաբերում է տեսլականին, գիտեք, այստեղ ամեն ինչ շատ հեշտ է, որովհետև սա երրորդ գումարումն է, որ ես այդ նույն հանձնաժողովում որպես անդամ եմ եւ պատգամավոր, եւ մենք մեր հանձնաժողովը ինչու եմ ասում շատ հեշտ է, 19 թվականից շատ ամուր եւ հետաքրքիր ավանդույթներ է դրել հանձնաժողովում, այսինքն հանձնաժողովի անդամները, որոնք ընդհանրապես ոլորտի հետ որևէ կապ չեն ունեցել, նրանք այդ ընթացքում միշտ ինտեգրվել են, պարբերաբար եղել են ստադի տուրեր ամբողջ աշխարհով, ամբողջ։ Այսինքն ԱՊՀ երկրներից սկսած Աֆրիկա, Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, եւ երբ որ այդ նպատակը կար, իսկ նպատակը առողջության ապահովագրության ներդրման հենց ի սկզբանե մեր քաղաքական տեսլականներ, մենք դրա համար շրջագայում էինք հանձնաժողովը ողջ աշխարհով, որպեսզի տեսնենք, թե այն երկրներում, որտեղ այն արդեն ներդրված է, գիտեք, մի քանի մոդելներ կան, շատ տարբեր են մոդելները, որ մոդելը ինչպես է աշխատում, որ մոդելը քանի տարվա ընթացքում, քանի տարվա կտրվածքով է կարողանում, այսպես շատ ավելի հեշտ եւ ինքնաշխատ տարբերակով գնալ, որ մոդելն է կամ որ երկրի սոցիալ-մշակութային այդ բոլոր հարցերը շատ կապ ունեն, շատ մեծ կապ ունեն եւ այդ ուսումնասիրությունները արդեն մենք շատ ենք արել, դրա համար թերևս իմ կարծիքով առողջության ապահովագրությունը մեր երկրում ներդրվեց ամենաթեթև եւ ամենակարճ եւ անցնցում տարբերակով, որովհետև մենք այդ ահռելի ուսումնասիրությունը արդեն արել էինք եւ յուրաքանչյուրս մեզ վրա վերցրել էինք որևէ պատասխանատվություն այս ուղղությամբ, օրինակ, երբ որ ես ավարտում էի Մղթար Հերացունավան պետական բժշկական համալսարանի բուժ հաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը, ես իմ ավարտական աշխատանքը որպես հանձնաժողովի անդամ եւ կարծում եմ ես լուրջ եմ վերաբերվում այդ հանձնաժողովին, կարծում եմ որ կրթություն է պետք, ամեն ինչ պետք է ուսումնասիրել եւ վերցրել էի առաջնային օղակի վերափոխումը առողջության ապահովագրության համատեքստում, որովհետեւ այս ոլորտը ամենաբարդն է, ամենադժվար համակերպվողը, որովհետեւ ամբողջ ծանրության բեռը կամ այդ ծանրության բեռի ստվար, այսպես հատվածը ընկնում է հենց առաջնային օղակի վրա, որը վերափոխման լրջագույն կարիք ունի։ Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, եթե լինում է որևէ դժգոհություն կամ հերթերի կառավարման հետ խնդիր է լինում, մասնագետների այսպես շատ տարբեր ուղղություններով եւ տարբեր մակարդակներում ոչ հավասարաչափ զարգացվածության խնդիր է լինում, ապա դրանք հիմնականում այդ բողոքներն ու ահազանգները լինում են հենց առաջնային օղակից։ Թեպետ առողջապահության նախարարությունը իրականում հսկայական ջանքեր է ներդնում, որպեսզի առաջնային օղակի, այսինքն ժողովրդին հայտնի պոլիկլինիկաների, աշխատակիցները, բոլոր աշխատակիցները կարողանան եւ հավելյալ կրթություն ստանալ եւ վերազինվեն այդ պոլիկլինիկաները, առաջնային օղակը փորձում է մեծ ուշադրություն դարձվում է հենց առաջնային օղակի վրա։ Մի խոսքով ասած այն է, որ մենք այդ խնդիրները իրոք 7 տարվա ընթացքում լրջագույն ուսումնասիրության ենք ենթարկել եւ փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս անցնցում ներդրվի եւ կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվել է։ Հիմա կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ։ Մենք շատ զարգացած երկրներում ենք եղել, որտեղ որ այդ խնդիրները լուծվել են 1 տասնյակից ավել տարիների ընթացքում։ Եվ մենք փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել եւ հնարավորինս արագ համակարգային փոփոխություններ անել։ Տեսեք, Տիկին Բադալյան, ես իմ նախաբանում էլ ասացի, հարաբերություն, ոնց ասեմ, շարժառիթներն են փոխվում, հա։ Մարդիկ դիմում են, դա մեր լավ կողմերից չի էլի, հա։
մենք դիմում ենք բուժ հաստատություններ ոչ թե որպեսզի չհիվանդանանք, այլ այն ժամանակ, երբ որ հիվանդանում ենք եւ դա այն էլ ոչ միշտ, այլ երբ որ հիվանդանում ենք, էլ ինքնուրույն տեսնում ենք հնարավոր չի սենց տնային միջոցներով, ասենք տաք պահել անցնելը չի օգնում, դանակը հասնում է ոսկորին, նոր գնում ենք բժշկի, բայց եթե արդեն դանակն էլ հասել է ոսկորել, պոլիկլինիկան անելիք չունի, այդտեղ գնում ենք միանգամից հիվանդանոց կամ հեռու մեզանից ռեանիմացիա։ Տեսեք, դրա համար ենք։ Հիմա այս համակարգը հակառակն է, այս համակարգը շահագրգռված է, որպեսզի դուք միշտ լինեք առողջ, որպեսզի հիվանդանալուց ձեր վրա շատ փող չծախսեն։ Առողջ լինելը ձեռնտու է համակարգին եւ ձեզ ստիպում են, որ դուք պարբերաբար գնաք ստուգվեք։ Ձեզ էլ է ձեռնտու, դուք էլ չեք հիվանդանում ու երկար եք ապրում։ Այսինքն այստեղ փող շահավետ համագործակցություն է ձևավորում, բայց այս մշակույթը փոխել է պետք։ Մեկ եւ երկրորդը այս առաջնային օղակը, այս սովետական կամ կիսասովետական, հետսովետական իներցիայից դուրս բերել է պետք եւ պետք է արդեն ադապտացվի այդ նոր պայմաններին, ինչին այս վիճակում ոնց որ թե այդքան էլ ադապտացված չի համեցեք։ Տեսեք, շատ հեշտ է թեմաներով ձեզ հետ խոսել, պարոն Մեհրաբյան, որտեղ դուք էլ մասնագիտությամբ բժիշկ եք եւ ամբողջությամբ, այո, պատկերացնում եք ինչպես է գործում համակարգը։ Առաջնային օղակի առաքելությունը, այսպես ասենք, հիվանդությունների կանխարգելումն է։ Այո։ Ամենամեծ առաքելությունը եւ դրա համար պիտի լինեն բոլոր պայմանները։ Մենք ապահովագրության շրջանակներում նախատեսել ենք նաեւ պարտադիր սկրինինգային ծրագրեր։ Ինչու եմ ասում պարտադիր, իհարկե դրանք հիմա կամավորության սկզբունքով են դեռևս գնում, բայց երբ որ ամբողջությամբ կներդրվի համակարգը, այսինքն բոլոր խմբերը ներգրավված կլինեն, բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրության համակարգում, այդ ժամանակ այդ սկրինինգները դառնալու են պարտադիր, այսինքն մարդը եթե իրեն հասանելիք ըստ ժամանակացույցի սկրինինգային ծրագրերին չգնա, նա ունենալու է խնդիրներ ապահովագրության հետ, հնարավոր է սառեցվի նրա փաթեթը, հնարավոր է ընդհանրապես նա զրկվի փաթեթից եւ այս համակարգը ձեռքերը լվանա ձեզանից նախատեսված է ամբողջությամբ։ Հիմա մենք մեր նախորդ հանձնաժողովի կատարած առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի կատարած նախորդ 7 տարվա ուսումնասիրությունների ընթացքում նաեւ նախարարության հետ քննարկել ենք պոլիկլինիկաների աշխատակիցների վճարման համակարգի փոփոխությունը, ինչը եւս նախարարությունը աստիճանաբար անում է per capita-ից, որովհետեւ սա խնդիր է, այսինքն բժիշկը ինքը կամ թերապևտը, ընտանեկան բժիշկը այսօր, հա, արդեն ընտանեկան բժշկի համակարգը եւս ներդրեցինք, բավականին ահռելի աշխատանք է իրականում արվել այս ընթացքում։ Եվ դա լավագույնն էր, ինչ պետք էր անել։ Իր անընդհատ բոլորը փորձում են այսպես հնարավորինս շատ պացիենտներ ունենալ, հնարավորինս շատ հավաքագրել, որովհետև դա որոշակի ազդեցություն ուներ։ Գրանցված պացիենտների թվից էր կախված, թե դուք ինչքան եք եկամուտը։ Բայց այդ գրանցված պացիենտների թիվը, որը գոնե որակի վրա սա ազդեցություն չէր ունենում, բուժ սպասարկման որակի վրա, այստեղ որովհետև կենտրոնացած են մարդիկ հնարավորինս շատ պացիենտ հավաքագրելով, ոչ թե որակյալ ծառայություններ մատուցելով։ Հիմա մենք նաև քննարկեցինք այդ որակի բարձրացման բավականին հետաքրքիր տարբերակներ, այսինքն եթե մենք երբ է մարդը պոլիկլինիկայից ուղղորդվում հիվանդանոց, երբ որ պոլիկլինիկան այլևս չի կարող, ի վիճակի չէ, այդ հիվանդությունը բուժել եւ ստացիոնարի կարիք կա, բայց միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ եթե ընտանեկան բժիշկը անընդհատ տեղեկացված լինի, օրինակ ինքը ունի հիպերտոնիկ հիվանդ, ինքը շատ լավ գիտի, որ այդ հիպերտոնիկ հիվանդը ունենում է այսպիսի սրացումներ, պիտի անցնի այս սկրինինգային ծրագրերը կամ այս հետազոտությունները ամիսը 1 կամ շաբաթը 1, նույնիսկ երբ որ մեր այդ սոցիալ մշակութային, մեր մենտալիտետից ելնելով, քանի դեռ մարդը իրեն լավ է զգում, մտածում է, հա դա լավ եմ, ինչ տեղ կամ ինչ ստուգում, ինքը ստիպի, զանգահարի, հիշեցնի,
այդ ամբողջ հետազոտությունների մասին, այսինքն հիվանդանոց դիմողների թիվը էականորեն կկրճատվի, որովհետև վերահսկողությունը կլինի թերապևտի ձեռքերում, ընտանեկան բժիշկի ձեռքերում։ Եվ նույնիսկ մենք առաջարկում ենք, որ այն տեղամասային, բժիշկները կամ այն տեղամասը, որտեղից որ քիչ է դիմում լինում եւ մահացության քիչ դեպքեր, դա նշանակում է, որ պոլիկլինիկայի բժիշկը ամենայն հավանականությամբ մեծ մասամբ այսպես ասեմ, որովհետեւ շատ տարբեր կարող են դեպքերը լինել, ավելի քիչ է դիմելիությունը հիվանդանոցներ, ուրեմն պիտի բոնուս ստանա այդ բժիշկը, այսինքն իր աշխատավարձին միայն իր կատարած աշխատանքը պիտի գնահատվի նաև եկամուտի տեսքով։ Այսինքն այս ամենը մտածված է, մենք բավականին երկար քննարկել ենք, մտածել ենք, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մի անգամից արվող այսպես առաջադրանք չէ, սրան պետք է համակարգը պատրաստել։ Տեսեք, Տիկին Բոդալյան, այստեղ խնդիրներ են եւս այսպես ուրվագծվում, որոնք պետք է լուծվեն։ Մեր պոլիկլինիկաների մեծ մասը, որպես շենք կառուցվել են սովետի ժամանակ, սովետական համակարգին առավելագույնս հարմարեցված այսպես ճարտարապետությամբ, որպեսզի մարդկանց սպասարկեն։ Այս համակարգը միանգամայն այլ բան է պահանջում, շենքային պայմաններ եւ այլն։ Դուք Միացյալ Նահանգներում ես գոնե 2007 թվականին տեսել եմ ոնց են աշխատում ընտանեկան բժիշկների գրասենյակները, միանգամայն ուրիշ շենք է, ուրիշ ձև է աշխատում, դե որովհետև համակարգն է ուրիշ, սովետական չի, դա այն համակարգն է, որը հիմա ներդրվում է, որը թույլ է տալիս մաքսիմալ հարցեր լուծել առաջնային օղակում եւ մարդկանց ստացիոնարի դուռը չհասցնել, կոպիտ ասած։ Դա նաև այլ կազմակերպահաստիկային կառուցվածքա ենթադրում այդ հիմնարկներում ի տարբերությունները այն ինչ որ հիմա կա այսինքն ընտանեկան բժիշկը որ ունիվերսալ մասնագետ է չէ եւ կան նեղ մասնագետներ որոնց տեղ ավելի շատ հիվանդանոցն այլ ոչ թե առաջնային օղակում հա առաջնային օղակում նրանց անելիք շատ քիչ է, այդքան կարիքը չկա եւ պետքա հենց ընտանեկան բժիշկների վրա հիմնական շեշտը դրվի նրանց այդ որպես ունիվերսալ մասնագետների առաջնային օղակի նրանց նախ թիվը մեծանա, նրանց պատրաստվածությունը բարելավվի, չէ՞ շենքային պայմանները, աշխատանքային պայմանները, այդ սարքավորումները, ամեն ինչը, որ ինքը մաքսիմալ կարողանա այդ սկրինինգները ապահովի, կապը պացիենտների հետ ապահովի, ու այդ հիմնական բեռը վերցնելով իր վրա, այդ պրոֆիլակտիկ դերը կատարի։ Դուք ասացիք, որ դուք հենց ձեր դիպլոմային աշխատանք հենց առաջնային օղակի ռեֆորմներն էին, ոնց ես հասկացա, այս համընդհանուր ապահովագրման համակարգի անցման ճանապարհին։ Հիմա մենք համակարգը մտցրեցինք, բայց ոնց որ թե մոտ չենք եկել դեռ որոշակի փոփոխություններ կան, փոշին մաքրել ենք թե որոշակի փոփոխություններ կան, իհարկե մենք պիտի նաև հասկանանք, որ մեզ մոտ հիվանդանոցները եւ նաև առաջնային օղակը շատ անհավասարաչափ է զարգացել։ Մենք ունենք գեր զարգացած, գեր ժամանակակից հիվանդանոցներ, ոչ միայն իրենց շենքերով, որ Հայաստանում տենց ոչ միայն իրենց շենքերով, ոչ միայն ներքին հոսքագծերով, մենք ունենք ISO անցած հիվանդանոցներ մենք ունենք ISO-ի բժշկական տարբերակով ամեն ինչ ունենք եւ ունենք հիվանդանոցներ, որտեղ ուղղակի պացիենտը չի ուզում ներս մտնել։ Եվ դրա համար, եթե կա ընտրություն, ապա նախընտրում է այն կլինիկաները, որոնք որ լավ զարգացած են եւ այնտեղ մասնագետներն են նաեւ լավ վերապատրաստված ու այնտեղ հերթերի կուտակումներ են լինում եւ մնացած հիվանդանոցները, որտեղ շենքային պայմանները լավը չեն, մասնագետները առանձնապես վերապատրաստումներ չեն անցել, մոտեցումը մի քիչ այդպես հին է, այսինքն է որ մի հատ սուրճը խմենք, հեսա սուրճս խմեմ կմոտենամ եւ այլն այդ տարբերակները ցավոք սրտի դեր գործում են։ Այդ անհավասարաչափ զարգացումը մենք անընդհատ փորձեցինք տարբերակներ գտնել, բերել այսպես բալանսի, բայց հասկացանք, որ առողջապահ
առողջության ապահովագրության ներդրումից հետո երևի ավելի մեծ խթան կլինի, որպեսզի բոլորը, որովհետև այստեղ գումարը գնում է պացիենտի հետևից, ոչ թե հիվանդանոցին է գումարը տրվում, այլ եթե դու կարողանում ես այնքան զարգանալ, այնպես սպասարկել, որ հիվանդը ուզում է գալ քեզ մոտ, այդ հիվանդը իր հետ բերում է ֆինանսավորումը եւ այս սկզբունքները ներդնելով կարծում եմ որ ինչ որ բաների մենք կհասնենք ինչ վերաբերում է նեղ մասնագետներին չթերագնահատենք առաջնային օղակում նեղ մասնագետների արկայությունը մենք այստեղ նաեւ ապահովագրության շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցում ենք նեղ մասնագետների աշխատանքը հիվանդանոցներում ոչ Այսինքն էլի պիտի այնքան ձեր ասած տարբերակով զարգացած եւ այնքան հոգատար եւ այնքան ճիշտ լինեն այդ նեղ մասնագետները, որպեսզի իրենք կարողանան կառավարել իրենց հիվանդի սրացումները, քրոնիկական հիվանդությունների կարողանան ճիշտ ուղղորդել եւ վերահսկողության տակ պահել, որպեսզի հիվանդանոց չհասնի, էլի, որտեղ էլի սկրինինգային ծրագրեր են, էլի ամեն ինչ է, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք էլի ֆինանսական հոսքերը ապահովելու հարմար, այսպես ավելի սանդղակի հասնելու դեպքում ես կարծում եմ, որ պիտի նաև փոխհատուցվեն, ամբողջությամբ փոխհատուցվեն, որովհետև այնտեղ համավճարն է հիվանդանոցում գործում եւ մեր քաղաքացիները դրա մասին չգիտեն, այսինքն ուղիղ միանգամից գնում են հիվանդանոց, հետո բողոքում են, ահազանգում են, որ նեղ մասնագետի համար իրենք գումար են վճարել կամ գումարի կեսը վճարել են։ Բայց օգտվելով այս առիթից նաև մեր քաղաքացիներին ուզում եմ ասել, որ ամբողջությամբ անվճար նեղ մասնագետի մոտ սպասարկվելու համար պոլիկլինիկայի նեղ մասնագետներին է պետք դիմել եւ բնավ դա չի նշանակում, որ պոլիկլինիկայի նեղ մասնագետը իր մասնագիտական կարողություններով զիջում է հիվանդանոցում աշխատող նեղ մասնագետին։ Եթե հարցը հասնում է արդեն վիրահատության, բնականաբար արդեն դա պիտի տեղի ունենա հիվանդանոցում։ Մի խոսքով այդ ամենը շատ մտածում ենք, բայց էլի խնդրում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ ինչպես դուք նշեցիք, 3 տասնամյակ սովետական եւ հետ սովետական մոտեցումներն են եղել մեր առաջնային օղակում։ Առաջնային օղակը իր վճարներից ելնելով, հա, աշխատավարձերից, աշխատանքային պայմաններից ինքը ինքնուրույն ցանկություն չի ունեցել զարգանալու։ Ուշադրությունից դուրս է եղել, որովհետեւ մարդիկ հիմնականում ուղղորդվել են հիվանդանոց, նույն ծառայությունը ստանալու համար։ Եվ այնտեղ էլ խնդիր առաջացնելով, որովհետեւ եթե այդ փոքր խնդիրը կարելի էր պոլիկլինիկայում լուծել եւ մարդիկ հոսքը մեծ է հիվանդանոց, բժիշկների այդ գերծանրաբեռնվածությունը, արդեն աշխատանքային պայմանները այնտեղ էլ է դժում եւ հիմա ապահովագրությունը եկել է սա էլ լուծելու, այսինքն լիցքաթափելու հիվանդանոցները եւ մենք նկատում ենք, որ դեռևս մարդը իրեն ապահով չի զգում առաջնային օղակում։ Այո։ Ինքը իրեն ապահով է զգում, երբ գնաց հիմնարկը կարգին հիվանդանոց գնանք։ Այս սա խնդիր է, սա լուրջ խնդիր է, բայց նաև սա 1 րոպեում լուծվելու, 1 օրում լուծվող խնդիր չէ, մենք պիտի աստիճանաբար գանք։ Սա փուլային եւ հետեւողական աշխատանք է պահանջում։ Համաձայն եք։ Այո։ Եվ արվում է, ուզում եմ ասել, տարվում է այդ աշխատանքը, տեսեք, ինչ էի ուզում ասել, որովհետեւ հիշեցնեմ, որ մենք այդ բժիշկների վերապատրաստման եւ անընդհատ համաշխարհային տենդենսներին մասնակից լինելու եւ այդ գիտելիքը անընդհատ ստանալու համար մենք իհարկե շատ մեծ դժվարություններ, որովհետեւ հիշում եք բողոքի հալիքը ինչքան մեծ էր, մենք ներդրեցինք ՇՄԶ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորման համակարգը, որին արդեն Փառք Աստծո աստիճանաբար համակերպվում են մեր բոլոր բժիշկներն ու բուժաշխատողները եւ սա ստիպում է, անկախ իմ դասախոսներ ասում են իմացող եւ չիմացող բժիշկ գոյություն չունի, գոյություն ունի կարդացող եւ չկարդացող բժիշկ։ Այո, տեսեք, այդ վերապատրաստումը հիմա ստիպել է, որովհետեւ երբեմն տեսնում ես, որ իրոք շատ լավ բժիշկ է, որովհետեւ ասենք բուժել է ինչ-որ մեկի պապիկին, հետո հորը, բոլորը շատ գոհ են եւ բոլորը ասում են, վստահում են միայն այդ բժիշկին, բայց բժիշկը շարունակում է բուժել այն կրթության հիման վրա, որը ինքը ստացել է 30, 40, 50 տարի առաջ, իսկ աշխարհում բժշկագիտությունը զարգանում է արագընթաց։ Այսինքն մենք արդեն Հայաստանում ունենք հիվանդանոցներ, որտեղ ռոբոտներն են վիրահատում, գրեթե 100%-անոց ճշգրտությամբ։
որտեղ նոր մասնագետներ են պետք, որովհետև այդ ռոբոտի հետ պետք է կարողանալ ճիշտ աշխատել։ Եթե մարդը լավ վիրաբույժ է, դա չի նշանակում, որ ինքը կկարողանա ռոբոտով վիրահատել։ Դա հատուկ մասնագետ է պահանջում։ Դու անընդհատ պիտի այդ զարգացման մեջ լինես եւ շարունակական մասնագիտական զարգացումը իհարկե մեր հայկական տարբերակով լինում է, որ փորձում են այնքան որ կրեդիտները հավաքել, ասենք on-line միացնել, բայց չլսել այլ բան, դա էլ է լինում, բայց միևնույն է որոշ գիտելիք ամեն անգամ ստացվում է։ Երկրորդը մենք դրեցինք բժիշկների լիցենզավորման համակարգը։ Այսինքն ուզում է դոկտոր, պրոֆեսոր, չգիտեմ, ամենահայտնի բժիշկ կլինի, բայց եթե ինքը քննությունները չի հանձնում 5 տարին մեկ, ինքը զրկվում է աշխատելու հնարավորությունից։ Սա ամենամեծ բողոքի ալիքը բարձրացրեց, որովհետև հարցը կար, որ լավագույն մասնագետ ում մոտ պիտի տա քննություն։ Իր աշակերտի, իր ուսանողի, իր օգնականի եւ այլն, բայց հետո էլի ժամանակի ընթացքում համակերպվեցին դրա հետ, որովհետեւ մարդը այդ քննությունը տալու համար ինքը միևնույն է որքան էլ մեծ գիտելիք ունի, միևնույն է նորից պիտի պարապի, թարմացնի իր գիտելիքները, նոր ինչ կատարվում է աշխարհում, դրանք ներառված են լինում քննությունների մեջ եւ էլի մեծ դժվարությամբ, բայց կարծում եմ հիմա մենք համակերպման փուլում ենք դեռ, ոչ թե ամբողջությամբ բոլորը համակերպվել են, բայց այս փուլեր են, որոնք մենք պիտի անցնենք ժամանակի ընթացքում, որ հասնենք այն ձեր նախանշած նպատակներին։ Եվ ամփոփելով Տեկին Բադալյան, կարծեք թե այստեղ ոնց որ ոլորտների կոնվերգենցիայից խոսենք, հա, քանի որ ոչ մի ոլորտ առանձին ակվարիումի մեջ չի, այլ մեծ փոխազդեցության մեջ է այլ ոլորտների հետ։ Տվյալ դեպքում ես կուզեի խոսել երկու ոլորտից, որից մեկը այո առողջապահությունն է, մյուսը տուրիզմը։ Մենք խնդիր ենք դրել զարգացնելու մեր առողջապահությունը, ռեֆորմներ անել, դուք ասացիք, որ մենք ունենք արդեն բազմաթիվ հիվանդանոցներ, ովքեր ISO ստանդարտ ունեն եվրոպական եւ այո, նաեւ մամուլում կարդացել ենք, որ Եվրոպայից գալիս են այստեղ բուժում են անցնում։ Նաեւ չխոսեցինք, ասենք ստոմատոլոգիայից։ Դա ուզում ասել, բժշկական տուրիզմը լավագույնը զարգացած է ստոմատոլոգիայի։ Հայաստանի ուղղակի այսպես մի IT-ի նման մի sense ճեղքում է իրականացվում։ Եվ պլաստիկ վիրաբուժություն։ Այո։ Եվ պլաստիկ վիրաբուժությունը։ Ես մի պատմություն եմ հիշում 20 տարի առաջվա Հունգարիան, որ նոր Եվրամիության մեջ էր եւ հետ էր մնում էլի արևմտյան Եվրոպայից եւ պետք էր գալ եւ հավասարվել, ինչ արեցին, Բալատոն լիճը գիտեք, կողքը տենց կեմպինգներ էին սարքել, բացել էին ստոմատոլոգիական կաբինետներ եւ Գերմանիայից գալիս էին հենց այս տեխնոլոգիաներն էլ նոր էր, այդ իմպլանտներ, բան Գերմանիայից 8-ից 10 անգամ ավելի էժան էին անում, իսկ որակը 1-ին 1, սովորել էին, մարդիկ գնացել, սովորել, յուրացրել էին այդ տեխնոլոգիան եւ 3-4 տարի անց Հունգարիա էր հավելյալ մտնում 10 միլիարդ եվրո գումար, որպես հասույթ, միայն Գերմանիայից, հարևանությամբ, գալիս էին, հանգստանում էին լիճ, մաքուրոտ, անտառ, համել տնից հեռու, այդ ամեն ինչը ատամները սարքում էին ու հոլիվուդյան ժպիտով վերադառնում էին տուն ահագին միջոցներ նաև տնտեսած։ Հայաստանում արդեն շատ հստակ նման տենդենսներ կան։ Միացյալ Նահանգներից գալիս են այստեղ ատամները սարքելու եւ գնում են այնտեղ, որովհետեւ դա ապահովագրությունը այնտեղ չի ծածկում, ոչ միտեղ չի ծածկում։ Հա, որոշ տեղեր մասնակի ծածկում է եւ առաջին շտապ օգնության այսպես դա այստեղ էլ է փոխհատուցվում, բայց միայն դա պրոթեզ, հա, պլոմբաներ, բան եւ այլն։ Հա, բայց այդ իմպլանտներ, բաները կներեք, բարի եղեք ձեռքը տանել ձեր գրպանը։ Կամ կանխարգելել, որպեսի հետագայում հիմա Հայաստանը այստեղ բավականին մրցունակ դիրքեր է սկսել զբաղեցնել։ Հիմա հարցս հետևյալի մասին է, ոնց համատեղենք այդ երկու ճյուղերի այսպես բանը եւ պետությունն էլ ոնց որ թե պետք է խրախուսի այստեղ ինչ որ նաեւ գովազդային արշավ իրականացնի եւ այլն։
Տեսեք, ինչ վերաբերում է ատամնաբուժությանը, կարծում եմ, որ դա էապես գովազդի կարիք չի զգում, որովհետև ինքնաբերաբար այն դարձել է մեր տուրիզմի, բժշկական տուրիզմը դարձել է տուրիզմի մի մասը եւ ատամնաբույժները շատ վաղուց սպասարկում են աշխարհի տարբեր ծայրերից այստեղի, որովհետև մատչելի է։ Օրինակի մտավախությունը այն է, որ որակով եւ այո, որակը չիզի որակ հարաբերակցությունը հիանալի է։ Նույնիսկ մեր բարեկամները, հարազատները, եթե պիտի այցելեն Հայաստան, բարեկամներին տեսնելու կամ կարոտել են իրենց երկիրը, միշտ այնպես են այսպես հարմարեցնում, որ գան ատամները սարքեն, նորից հետ գնա եւ դա շատ վաղուց է։ Դա արդեն 1-11-ից ավել շատ բավականին բուրըն ընթացքի մեջ է։ Հիմա վերջերս այս առումով նաև շատ ուժեղացել է պլաստիկ վիրաբուժությունը։ Էլի քանի որ որակը բնավ չի զիջում եւ մատչելի է։ Իմ մտավախությունը այն է, որ այո, որքան շատանա պահանջարկը, այնքան սկսեն գները բարձրացնել եւ այստեղ մտավախությունը ինչու եմ ասում, դա նորմալ ընթացք է, բայց որքան որ գները բարձրացրեցին եւ այն հավասարվեց եվրոպական եւ ամերիկյան գներին, մարդիկ շահագրգռվածությունը չէ։ Այսա պիտի վերահսկվի անպայման, որովհետև բնական է, որ բոլորն էլ ուզում են շատ գումար աշխատեն եւ բայց այս հարցն է լուծելու համար մենք ունենք ասոցիացիաներ։ Ասենք ստոմատոլոգների ասոցիացիաներ, պլաստիկ ասոցիացիա, չէ, այնտեղ ասոցիացիաներ են իհարկե, բոլորը գիտեն, շատ են լավ կլիներ, որ միավորվեին մեկ ասոցիացիայի մեջ եւ շատ ավելի հեշտ կլիներ այդ կոմունիկացիան, վիրաբույժների, պլաստիկ վիրաբույժների եւ այլն, եւ մենք նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ, որի համահեղինակն եմ նաև ես երկար ուսումնասիրությունից եւ բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո հեղինակեցինք այդ օրենքի նախագիծը, որը գործում է, ասոցիացիաների մասին օրենքը, եւ կարծում եմ, որ կոմունիկացիայի լավագույն տարբերակը գերատեսչություն եւ ասոցիացիաներ համագործակցությունն է, որպեսզի ամեն բժիշկ ինքը առանձին իր խնդիրը չբարձրացնի, որպեսզի ամեն բժիշկ մեկը մի ուղղությամբ չգնա, մյուսը մյուս ուղղությամբ։ Եթե ներգրավված են ասոցիացիաների մեջ, համագործակցությունը ինստիտուցիոնալիզացվի այստեղ։ Արել ենք, մենք օրենսդրությամբ այդ հիմքերը դրել ենք եւ հիմա ես շատ ուրախանում եմ տեսնելով, որ սկսում է աշխատել։ Չեմ կարող ասել 100%-անոց այս պահին այնպես է աշխատում, ինչպես մենք օրենքը գրելու ժամանակ նախատեսում էինք, բայց տեսնում եմ, որ աստիճանաբար աշխատում է եւ միշտ իրենք ասոցիացիաներ ընտրում են այն ներկայացուցիչները, որոնք պիտի հավաքագրեն խնդիրները, ներկայացնեն նախարարությանը, պահանջեն պրոտոկոլներ, ամենակարևոր բանը, մեծագույն խնդիր, որ մենք ունեցել ենք եւ ներդնել ապահովագրությունը առանց պրոտոկոլների անհնար է, բայց դանդաղում էին պրոտոկոլները, իսկ մեր այդ օրենքից հետո, երբ որ ասոցիացիաների պատասխանատվությամբ եւ մասնակցությամբ է գրվում պրոտոկոլը, այսինքն մի խումբ նեղ մասնագետներ իրենք գալիս են ընդհանուր եզրակացության եւ պրոտոկոլը գրում են եւ հանձնում են նախարարությունը արդեն ըստ միջազգային չափանիշների ստուգելով պրոտոկոլի ամբողջ այդ բաղադրությունը, համապատասխանությունը ժամանակակից բժշկական ստանդարտներին, այդ ամեն ինչը արվում է եւ արդեն ուզում եմ ասել վերադառնալով տուրիզմի գաղափարին, այսինքն կրկին ասոցիացիաները իրենք պիտի ներգրավեն դրա մեջ, որովհետև պարտադիր չէ, որ միայն պլաստիկ վիրաբուժությունն ու ստոմատոլոգիան լինեն տուրիզմի հիմքը։ Այո, ես բավականին լուրջ մեր բժշկությունը չի զիջում։ Կարդիոլոգիան։ Այո, մեր բժշկությունը ընդհանրապես իր որակով չի զիջում համաշխարհային կամ զարգացած երկրների մասնագիտական, հա, այդ թե մեր բժշկական համալսարանի ավանդական գիտելիքը, որը տալիս է, որը բազային գիտելիքը բավականին ամուր է եւ հիմա էլ փորձում է դա համատեղել ավելի նորարարական, ժամանակակից այդ գիտելիքներով, մեր բժշկությունը չի զիջում, բայց այստեղ մենք կարող ենք այո, եւ սրտաբանությունը, եւ մնացած բոլոր ուղղությունները ներգրավել։ Որ պետք է լավացնել առողջապահության լավը չի եղել է լավ բժշկություն եւ վատ պարազիտ համակարգ։ Դե ես կարծում եմ որ հիմա ապահովագրության համակարգը լավն է, շատ լավն է եւ սա ստարտը տրվել է։ Բարի երթ Տիկին Բադալյան, ձեզ հաջողություններ եմ մաղթում ձեր հետագա պարլամենտական գործունեության մեջ համակարգի բարեփոխումները
ուղիղ եւ անմիջական ազդեցություն ունեն մեր յուրաքանչյուր քաղաքացու վրա, նորածնից մինչև ծերունի եւ շահառուն են ձեր աշխատանքի արդյունքների։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք եւ ժամանակ գտաք մեր եթերին մասնակցելու համար։ Մինչ նոր հանդիպում։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Բադալյանի հետ քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերվում են առողջապահության համակարգին, համակարգի բարեփոխմանը, առաջնային օղակին առողջապահական համակարգի, այն է ոչ ստացիոնար այդ հիմնարկությունների բարեփոխումների այդ առաջնահերթությանը եւ խոսեցինք այս համընդհանուր ապահովագրման համակարգից, խոսեցինք թե ինչ է այն փոխում պացիենտ-բժիշկ հարաբերություններում եւ պետություն-քաղաքացի հարաբերություններում։ Խաղաղություն եւ ամենայն բարիք։